Եվրոպական 40 երկրի 5 տասնյակից ավելի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ Հայաստանում են։ Երևանում մեկնարկել է կարգավորող մարմինների եվրոպական հարթակի 62-րդ համաժողովը։ Մենք շատ ուրախ ենք գտնվել Հայաստանում, շնորհակալ ենք հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որ մեզ հյուրընկալեց, հուսով եմ շատ արդյունավետ քննարկումներ կունենանք։ Այսօրվա համաժողովի ընթացքում մենք կխոսենք լրատվամիջոցների գործունեության կարգավորման կարևոր հարցերի, բազմակարծության և ազատության մասին։ Մենք նաև խոսելու ենք կարգավորող մարմինների համար ռազմավարության մշակման մասին։ Մենք կարծում ենք, որ կարգավորող մարմինների համար իսկապես կարևոր է մշակել լավ, ուժեղ ռազմավարություններ, որոնք կօգնեն նրանց կատարել իրենց առաքելությունը։ Համաժողովը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ այն տեղի է ունեցել 2016-ին։ Համաժողովի օրակարգում մեդիա ոլորտում գոյություն ունեցող ժամանակակից մարտահրավերներն ու զարգացման ուղիներն են։ Համաժողովում Հայաստանը ներկայացնում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Մարտահրավերները բոլորս գիտենք, դուք բոլորը շատ լավ գիտեք, ինչ է կատարվում տեղեկատվական այս պայթունային զարգացման պայմաններում ապատեղեկատվությունը, պրոպագանդան, եւ ոչ միայն քաղաքականությունը մեզ վերջի հերթին է հետաքրում անչափահասների վրա ազդեցությունը, երկրի անվտանգությունը տեղեկատվական, քանի որ մենք մեծ մասնագիտական բազա չունենք այստեղ, մեր ամենահիմնական աղբյուրը սովորելու օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու, աշխատելու այնպես, որպեսզի կարողանանք բալանսավորենք եւ խոսքի ազատության իրավունքը, եւ մարդկանց պաշտպանության վատ ինֆորմացիայից, այս ամենը մեզ սովորացնում են այսպիսի հավաքները։ Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի 62-րդ համաժողովին մասնակցում է նաև Թուրքիայի պատվիրակությունը 4 ներկայացուցչով, ասում է Տիգրան Հակոբյանն ու նշում. Թուրքիայի կարգավորող մարմնի հետ հայկական կողմի համագործակցությունը շատ կարևոր է, որովհետև Թուրքիայում հայերեն լեզվով մի քանի օնլայն հարթակ կա եւ հայկական կողմը թուրքական կողմի հետ աշխատելով փորձում է բարենպաստ պայմաններ ստեղծել այդ հարթակների հեռարձակման համար։ Թուրքիայում կարգավորող մարմինը ինքը հզոր կարգավորող մարմին է, շատ մեծագույն լիազորություններով եւ երեկեկան մենք բավականին երկար արդեն զրուցեցինք եւ ձեզ մի զարմանալի բան ասեմ, առավոտյան եկել էին Ստամբուլից եւ առաջի հերթին գիտեք ինչ են արել, մեքենային վարձել, երեկոյան մեզ պատմեցին եւ գնացել են Գեղարդ եւ ֆանտաստիկ տպավորություններով վերադարձել էին, այսինքն բավականին զրուցեցինք եւ Թուրքիայի կարգավորող մարմինի հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է, որովհետեւ նույն Թուրքիայում մի քանի հայերեն լեզվով եւ հայկական բովանդակությամբ մենք օնլայն հարթակներ ունենք եւ թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հեռարձակման համար։ Անդրադառնալով մեդիա ոլորտի խնդիրներին հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահն ընդգծեց. իրականում շատ բարդ աշխատանք է հատկապես բալանսավորման տեսանկյունից, ըստ Տիգրան Հակոբյանի Հայաստանում շարունակում է գերխնդիր մնալ օնլայն հարթակներից հնչող ապատեղեկատվության, ատելության խոսքի կարգավորման հարցը։ Մյուս կարգավորող մարմինների լիազորությունների համեմատ մեր լիազորությունները շատ սահմանափակ են եւ նոր ազգային ժողովը պատրաստվում է փոփոխություններ մտցնել, այսինքն եթե ամբողջ աշխարհում արդեն TV-like հարթակները, այսինքն տեսալասողական բովանդակություն տարածող օնլայն հարթակները կարգավորման ներքո են, մեր մոտ գիտեք այդ բանը չկան եւ այսօր վտանգը ապատեղեկատվության, ատելության խոսքի հենց այդ հարթակներից։ Հակոբյանը հավելում է աշխարհում ոչ մեկ չգիտի, թե որտեղ է խոսքի ազատության եւ խոսքի ազատության չարաշահման սահմանը։ Եվ այստեղ շատ կարևոր է հասարակության, իշխանությունների, ընդդիմության, կարգավորող մարմինների եւ մեդիայի միջև փոխհամաձայնությունը։ Այս հարցը նույնպես լինելու է համաժողովի քննարկման առարկա։ Հայաստանը բավական մեծ դերակատարում ունի եվրոպական նմանատիպ կառույցներում ու հարթակներում, ասաց Հակոբյանն ու ավելացրեց. նման կառույցների հետ աշխատանքը եւ գործունեությունը թույլ է տալիս նաեւ միջազգային հարթակներում պայքարել հակահայկական քարոզչության դեմ։ Հասմիկ Ֆարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։